Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում ձեր սպասված Արարատյան խոհանոցն է։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները, շատ շնորհակալ եմ, որ ձեր արձագանքներով, ձեր խորհուրդներով օգնում եք, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալից։ Եվ այսպես բարեկամներ շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային աշխարհի ամենահամետ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Այսօր մենք այս ուտեստը ներկայացնել ենք իմ հյուրի հետ, իմ հյուրն է Թուրքմենկյան հյուրանոցային համալիրի Խարբերդ ռեստորանի խոհարար Էդուարդ Ասատրյանը։ Ողջույն Էդուարդ։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ եւ լավ տրամադրություն ունեմ։ Հուսով եմ դու էլ տրամադրություն լավ տրամադրություն բարձր է։ Բարձր։ Նախորդ պիտի նշեմ բարեկամներ, որ Էդուարդը հենց այն տրիո թիմի մասնակիցն էր, ովքեր վերջերս Աբովյանում իրականացված ձկան փառատոնի ժամանակ շահեցին լավագույն համ անվանակարգը եւ պարգևատրվեցին այս ոսկե մեդալով։ Տրիո թիմ բարեկամներ կազմված Թուրքմենկյան համակարգից։ Ինչպես է, տրամադրությունը լավ է ասեցի։ Շատ բարձր տրամադրություն։ Ինչ ենք պատրաստել այս Պատրաստել ենք իշխանի ֆիլեն նռան հյութով։ Իշխանի ֆիլե նռան հյութով։ Այո։ Սկսենք պատրաստելը Սկսեցինք, գնաց։ Վերցնում ենք իշխանի ֆիլեն, նախապես ասեմ, որ իշխանի ֆիլեն մեզ մոտ մաքրած է, փշահանված է, քանի որ երկար ժամանակ է տանում։ Ձուկը ընդհանրապես էսպես է ֆիլեն։ Ֆիլե մաշկով կողոսկրով, ֆիլե առանց մաշկի եւ առանց կողոսկի։ Մաշկա զերծված է։ Մաշկա զերծված եւ փշա զերծված։ Շատ լավ։ Վերցնում ենք ձուկը։ Տապակը պիտի տաքացնենք։ Այո, տապակը Խնդրեմ տապակը։ Տականա։ Դրտում ենք իշխանը։ Կտրատում ենք իշխանը եւ սկսում ենք տապակել։ Մթերքները դրվածը ես ներկայացնեմ, թե Ներկայացնենք։ այստեղ տեսնում եմ ալուր, Այո։ հոնիչին եմ տեսնում, ձիթապտղի յուղ եւ նռան հյութ։ Աղ պղպեղ եմ տեսնում եւ այն լավ տրամադրությունը ու սերը, որ պիտի ուտեստի մեջ դնես, արդեն քո մեջ տեսնում եմ ես։ Աղը դուքսը բիբարը։ Համեմում ենք աղով պղպեղով, սև պղպեղով։ Հետո բաքսում հավատում ենք ալուրով։ ալրապատում ենք։ Իսկ ձեթը պիտի տաքացնենք այստեղ։ Թող մի քիչ թավան տականա, վերջում ձեթը կավելացնենք։ Բռնիչներ մենք այստեղ ունենք։ Էդուարդ, դու մի քանի անգամ արդեն մենք միասին պատրաստել ենք մեր հաղորդման մեջ ուտեստներ։ Դու պատրաստում ես եւ միջին սերնդի ներկայացուցիչն ես մեր խոհարարական այսպես աշխարհի մեր երիտասարդներին ինչ խորհուրդ կտաս, ինչպես սկսեն, ինչից սկսեն, ինչ մարդկային որակներ պիտի ունենան։ Կարող են սկսել պետք է առաջինը ցանկություն ունենան սովորել, ամենակարևորը, որ կարողանան ամեն ցանկության կարևորը ցանկությունն եւ սերը լինի, որ սովորեն եւ համբերությունը, այո, ամենակարևորը։ Ազնվությունը, պարկեշտությունը, ամեն ինչ։ հայրենասիրությունը Անպայման։ Պիտի ունենան։ Այո։ Պիտի ունենան։ Գնացինք ինչ ենք ավելացնում ենք ձեթը։ Փոքր տապակում է ձուկը, հետո ավելացնում ենք նռան սոկը եւ հոնիչիրը։ Նռան սոկը եւ հոնիչիրը։ Եվ ուտեստը պատրաստ է։ Եվ մոտ մի 3-4 րոպե նայեփում է նռան սոկի մեջ, շոկը խաշվում է։ Այո։ Եվ պատրաստ է արդեն։ Այո, դե փորձեք եւ մի համտեսեք։ Կամ փորձեք մի քիչ գոնե կասկած ունենալ մեր ազգային խոհանոցի նկատմամբ, հա։ Այո։ Փորձեն։ Պետք է որ փորձեն բոլոր հեռուստաչափները։ Ով կարող է մեր խոհանոցի նկատմամբ կասկած ունենալ, Ոչ մեկ։
Հիմա ավելացնում ենք դրան նյութը։ Ձուկը համեմեցինք աղով պղպեղով, Այո։ ալրապատեցինք, տաքացված թավայի մեջ լցրեցինք ձեթը դաղվեց, կեղևապատեցինք ձուկը, հիմա պիտի զվարճացնենք ձկանը նռան հյութի եւ հոնի ջրի մեջ։ Չէ՞, նուկը ներողություն ձուկը բարեկամներ իրականում շատ է, շատ համահունչ է ձկան հետ թթու միջավայր, այսինքն թթու միջավայր սիրում է ձուկը։ Եվ այդ թթու միջավայրը մենք ստացանք նռան հյութից եւ հոնի ջրից։ Հիմա տեղադրենք ափսեն, որի մեջ որ պիտի մատուցել ենք ափսեով։ Էդվարդ ջան, հաստորեն մի 3-ից 5 րոպե, այսպես պիտի շոքեխաշվի եւ թանձրուկը, սոուսը մի քիչ պիտի խտանա, չէ՞ երևի։ Այնտեղից որ ալրապատեցինք, ալուր մի քիչ պիտի վերցնի, մի քիչ կպակասի եւ նրան հյութից։ Իսկ մենք արդեն ձևավորման աշխատանքները։ Ես խնդրում եմ բացատրես, թե ինչ ես անում, այ ինչ։ Ձևավորում նանայով եւ սամիթով։ Նանայով եւ սամիթով։ Իտալական նանա է։ Ոչ, հայկական։ Բայց հիմա շատ ժամանակակից է, երբ որ ասում ենք իտալական, ինչ կարծիք ես։ Չէ, նանան հայկական է եւ Վայ հայկականից մենք գործում ենք հայկական նանա։ Էդվարդ, հայկականից մենք խուսափում ենք, ամոթ է ասել հայկական, ասենք իտալական, որ համահունչ լինի։ Մենք միայն հայկական։ Ժամանակակից թվանք, մենք Երևանք։ Սենց էլ ենք ժամանակակից ավելի ես կասեի, քան իտալականից։ Երկու րոպեից պատրաստ է։ 2 րոպեից պատրաստ է։ Բարեկամներ, կարծում եմ մինչև 120 հաշվելը շատ մեծ ժամանակ չի պահանջի մեր, չէ՞։ Ոչ։ Ու այս գեղեցիկ ուտեստը իր հայկական միջավայրով եւ լավ տրամադրությունով իրականում հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ուղղակի ձեզ խորհուրդ տալ, որ յուրաքանչյուր ուտեստ պատրաստելիս մենք պիտի մտովի լինենք այդ ուտեստի մեջ, այսինքն նույնիսկ առանց համտեսելու մեր քիմքը արդեն պիտի որոշակի համեր արձանագրի, պատկերացում ունենալով, թե ինչ համ պիտի ունենա այս ուտեստը։ Այդ դեպքում է, որ ուտեստը կստացվի եւ ուտեստը մեզ կժպտա։ Իսկ եւ ժպտած նշանակում է արդեն ուզում է, որ մենք վայելենք իրեն, չէ՞։ Այո։ Արդեն պատրաստ է պարոն Մամուլյան։ Արդեն պատրաստ է, խնդրեմ կարող ես արդեն մատուցել։ Մատուցում։ Իսկ այն միտքը, որ դուք մասնակցեցիք մեր միջոցառմանը փառատոնին եւ ձեր թիմը անվանեցիք տրիո, դա ում մտահղացումն էր։ Ձեր թե ձեր կազմակերպության կոնկրետ որտեղ որ աշխատում եք։ Չէ, մեր։ Ձեր մտահղացումը։ Մտահղացումն է դա։ Եվ ինչ ես կարծում, դուք հաղթեցիք, այո, բայց բավարարեցիք արդյոք այդ հաղթանակով։ Ոչ։ Պետք է ավելին հասնենք, որ դեռ պիտի հաղթեք։ Հաղթենք, դեռ պետք է հաղթենք։ Բայց ամենակարևորը նաև այստեղ մասնակցությունն էր, Այո։ որը շատ կարևոր է։ Եվ ձեր անունից ուզում եմ մեր հեռուստադիտողներին, կազմակերպություններին, խոհարարական թիմերին, մասնավոր անձանց, որ կազմավոր են թիմեր եւ մասնակցեն մեր բոլոր միջոցառումներին։ Նշեմ, որ հուլիսի 16-ին բարեկամներ ժամը 18-ին Սարդարապատի հուշահամալիրի շրջակայքում մեր կազմակերպությունը հայ խոհարարական համանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը իրականացնել է տոլմայի փառատոն։ Կարող եք հենց հիմա արդեն անդամագրվել ձեր թիմերով։ Լինելու է մրցույթ, լինելու է գեղարվեստական մաս, բնականաբար լինելու են հաղթողներ բոլորը։ Եվ իհարկե այնտեղ ամենակարևորը մենք նաեւ ներկայացնելու ենք ամենաերկար տոլման։ Վերջ ուտեստը պատրաստ է։ Խնդրում եմ դու ներկայացնես ուտեստը եւ քո ցանկությունները մեր հեռուստադիտողներին։ Ուտեստը արդեն պատրաստ է։ Հեռուստադիտողներին կասեմ, որ շատ հարմար է
պատրաստելը, շատ հեշտ է պատրաստելը։ Թող առնը եւ փորձեն պատրաստել, շատ համեղ է։ Ապրես դու։ Ես հարգելի հեռուստադիտողներ ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Էդուարդին, որ այդպես ճկուն միտք ունի, միգուցե լավ այդպես հուզվում է, իսկ հուզմունքը դա դրական երևույթ է, հուզմունքը դա պատասխանատվության զգացողություն է։ Ապրես դու, շնորհակալ եմ, շարունակիր այդպես ստեղծագործել։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, ուղղակի նշեմ, որ ուտեստը համարվում է հիմնական ուտեստ, մատուցել հարկավոր է 65-70 աստիճան ջերմությամբ եւ վայելել սպիտակ անապակ գինով։ Կարող ենք ուտեստը ճաշակել երկրորդ նախաճաշին, ճաշին եւ ամենակարևորը նույնիսկ ընթրիքին, քանի որ դա համարվում է դյուրամարս։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր գործունեությունը, մեր ամբողջ ցանկությունը եւ միտքը այն է, որ մենք մեր լումաններ դնենք նրա մեջ, որ բոլորս լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, սիրենք մեր երկիրը եւ ունենանք համբերություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Իշխանի ֆիլե նռան հյութով։ Իշխանի ֆիլե 300 գրամ, նռան հյութ 150 միլիգրամ, հոնի չիր 50 գրամ, աղ սև բիբար, ալուր 100 գրամ, թաթախելու համար զեյթունի ձեթ 30 գրամ։ Բարի ախորժակ։